Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ ադրբեջանական բենզինի առաջին խմբաքանակը հասել է Հայաստան։ Տառացիորեն դրանից ժամեր անց մի քանի շարլատան քաղաքական պարազիտներ սկսեցին միաբերան բղավել, եթե Ադրբեջանից բենզին ես գնում, ուրեմն ֆինանսավորում ես ադրբեջանական բանակը։ Սա պարզունակ ու վտանգավոր սոփեստություն է։ Եկեք նույն տրամաբանությունը հակադարձենք փաստերով։ Միայն 2025-ին ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանի օդային տարածքն օգտագործելու համար Հայաստանին վճարել են մոտ 400,000 եվրո գումար մեր աերոնավիգացիոն ծառայությունների դիմաց։ Թուրքական ընկերություններն էլ նույն ծառայության համար փոխանցել են Հայաստանին մոտ 3,4 միլիոն եվրո գումար։ Հիմա հարց. այդ գումարները մտնում են Հայաստանի տնտեսություն, վճարվում են հայկական ընկերությանը, հարկերով ու աշխատավարձերով պտտվում են երկրի ներսում։ Սա ինչ է նշանակում։ Ադրբեջանն ու Թուրքիան զինում են հայկական բանակը։ Իհարկե ոչ, սա պարզապես վճար է ծառայության դիմաց, ինչպես առևտուրը ապրանքի դիմաց, ու հենց սա է ամբողջ ճշմարտությունը։ Առևտուրը բանակին ուղիղ փոխանցում չէ, քո 1 լիտր բենզինը չի դառնում 1 փամփուշտ քո դեմ։ Իրական վտանգը ուրիշ տեղ է, երբ չկա մրցակցություն, երբ շուկան փակ է, երբ մի քանի ներմուծող իրար հետ պայմանավորվում են ու գինը չի իջնում։ Մեր շահը պետք է շատ հստակ լինի, մատակարարումների դիվերսիֆիկացիա, բաց ու իրական մրցակցություն, թափանցիկ ու վերահսկելի կանոններ, արդյունքում մատչելի վառելիք, ավելի կենսունակ տնտեսություն, ավելի ինքնուրույն և դիմացկուն Հայաստան։